Եթե Սերժ Սարգսյանը համարի եւ չկասեցնի նոր սահմանադրության հանրաքվեն, նրան սպասվում է կամ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի կամ Ռումինիայի բռնապետ Նիկոլայ Չաուշեսկուի ճակատագիրը։ Ընդրությունը նրանն է։ Այս ամենը տեղի կունենա օրեր հետո, վաղվանից նոր Հայաստանն սկսում է անհնազանդության շարժում եւ տուն չի գնալու մինչեւ իշխանության հարցերը չլուծի։ Մեր հորդորն է, որ ռեժիմի բարակլուխը փորձի նահանջը կազմակերպել ոչ բռնությամբ եւ այս ամբողջից դուրս կանգնենք խաղաղ մեթոդով։ Այս պայքարը նման է լինելու 2008-ի մարտի 1-ին, որը 2 չդարձավ, Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով դեկտեմբերի 1-ը կունենա մարտի 2։ Եվ բնականաբար առանց զոհերի։ Ժիրայր Սեֆիլյանը լավատես է, գրեթե վստահ է, որ իշխանությունն անհամություններ չի անի եւ նույնիսկ հնարավոր է կասեցնի հանրաքվեն։ Ես ունեմ զգացողություն, որ այսօր դարբեր մագարտակներով, դարբեր ադյաններում, մեր երկրեն ներս թե դուրս քննարկվում է արդեն գասեցման օրագարկը։ Պայքարին հրավիրվում են բոլորը տաքակուստով եւ սնունդով, իսկ եթե սնունդ չունեն, նոր Հայաստանը կկերակրի նրանց, օթևան չունեցողներին կտրամադրվեն կացարաններ։ Երևանցիք պիտի հերթական անգամ ցույց տան իրենց վիրունգալությունը մեր մարզերի բնակիչների նկատմամբ։ Բացառված չէ, որ հանրահավաքի օրերին վրաններ տեղադրվեն Ազատության հրապարակում, այդ մասին արդեն իրազեկել են քաղաքապետարանին։ Սեֆիլյանը ենթադրում է, որ իր կալանավորման հարցը Բաղրամյան 26-ի օրակարգում է։ Ունեն ցանկություն, բայց չեն կարողանում։ Ի դեպ, նոր Հայաստանի ներկայացուցիչը խոսեց նաև Նոր Քմարաշում տեղի ունեցածն իրենց հետ կապելու փորձերի մասին, կալանավորվածների մեծ մասն ազնիվ մարդիկ են։ Բարբերաբար հատուկ ծառայությունները, նրանք ունեցել են պրոյեկտներ, նամանավանդ ազգայնական գաղափարներով դարված երիտասարդության շրջանակներում որսալու երիտասարդներին մի նպատակով, վերահսկողության տակ բայելու նպատակով։ Անշուշտ այս process-ը չի դադարել։ Պարոն Սեֆիլյանը հատուկ օպերացիայով չեզոքացվածներին համարում է KGB-ի զոհեր։